Բարի լույս, սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, մենք նույնպես լավ ենք, փառք Աստծո, դուրս ենք գալիս, ուզեցի ողջունեմ ձեզ, ասեմ, որ գործեր ունենք, մի երկու տեղ պետք է մտնենք, ողջունեմ, վլոգի սկիզբը սկսեմ, որ հետո էլ արդեն տրամաբանական շարունակությունն ավարտը լինի, այսպես դուրս կգանք, տեսնեմ որտեղ կհանդիպենք, ամբողից արդեն նորից կնկարահանեմ, այսօր մազերը շոքա կոպել եմ, հուզով եմ ինձ սազում ակապած, գալիս եմ արևս, կանչում է պապան, արդեն ինձ կանչում ամուսինս, հոպուլաս մոյ մոմ չես էթում, թող Սոնան ու Հովուլը մտնեն, մենք աշտարակի մեջ ենք լինելու, իրանց չենք տանի, շոքա, Հովուլին էլ այդ վիճակով չեմ տանի, հիմա այս պահին շատ շոք է, տեսնենք այս երկուրը հարմարացնենք, որ Հովուլին էլ պետք է տանենք մի հատ նորից, այսպես սրտիկներս ողջունեցի բոլորիդ, հիմա դրսում ընդհանուր գիտեմ սիրում եք իմ տեսքը ցույց կտամ, եմ ես էլ այդ ֆորմատը ու կշարունակեմ արդեն վլոգը։ Բարի լույս, սիրելիներս, դուրս ենք գալիս, ինչպես եք, սա էլ այսօրվա իմ ընդհանուր այսպես տեսքը, Հովը շոք եղանակա, ես ինչի եմ ամեն օր սաբրնում, որովհետև սա շատ հարմար է դուրս գալուց, այսպես, էսի շատ լավն է, ինքը շատ հարմար է, ինձ չի խանգարում, դրա համար ոնց որ ամառը հիմնականում սա եմ վերցնում, դե ունեմ շատ, բայց դե սա էլ իմ ընդհանուր տեսքը, գնանք, սկսեցի արդեն վլոգի սկիզբը, շարունակությունը կլինի տրամաբանական իրա, դե ինչ, սիրում եմ բոլորից, շնորհակալ եմ բոլորիցդ, միացեք, վիդեոն կթողնեմ ներքևում, միացեք իմ ալիքին, բաժանորդագրվեք եւ դրեք ձեր լայքերը, անպայման, թող ալիքը տարածվի։ Սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք։ Հակա։ Սիրելիներս դուրս ենք եկել։ Գնանք, պետք է Հովուլի անկողինը վերցնեմ մանկապարտեզից, դաստիարակը կանչել էր, այն օրը չհարմարացեցի, որովհետև երեխուն չուզեցի տենց թողեմ դուրս գամ, փոքր իջացնենք էլ էս կանդիցանը, գնամ երեխուս անկողինը կբերեմ, կլվացացնեմ, կպատրաստեմ, հարթուկեմ, որ արդեն եկող շաբաթվանից իրա նորմալ կգնա, արդեն մատիկները ճիշտ է բլոկվում այդ կարշիները վրայից, բայց մանրից գնում է դեպի լավին, այսպես խանութում ենք մտնելու, մի երկու տեղ, հիշեմ այսօր Վալբերիս էլ մտնեմ, չմոռանանք հետ գալուց մտնենք, չէ սեր, հետ գալուց Վալբերիս մտնեմ շտացիվից գլխիկը, ամեն անգամ մոռանում եմ, այսօր չմոռանամ վերցնեմ, ձևի, աստարանը, այսած հարմար է, չեն աղաչել եկել, այսպես, եկեք անջատեմ, հետո կմիանամ, իներս արագ գնումները ցույց տամ, ձու եմ վերցրել, իդեպ ձուն շատ լավ թանգացել է, այսի վարունգ եմ վերցրել, Սոնքոս իրաց հացերից եմ սենց բերել երկու հատ, այս համով հացերից, անիր եմ բերել ձեր ուզած բալաս, ջան, այսի, հարևս, սպասի, լավ խոշոր գիլաս եմ էլի վերցրել, լավնա շատ, խոշոր է ինքը, սենց չի երևում, ես ամելն եմ քեզ, ես բաներից եմ վերցրել, հաջա, այսպես մի հատ կարիճուր, հաջա, այսպես ագեցի, Սոնոսնա ինչ եմ բերեմ ես, ու մեր սիրելի խթացած կաթը, շատ ենք սիրում այսքանն էր այսօրվա մեր գնումները, Վալբերիսից էլ շտացիվս վերցրեցի, եկա, տեղավորեմ, ու հաց պատրաստեմ, պայուսակիս մեջ է կյանքս։ Սիրելիներս, վերադարձանք տուն, խանութից, ես հաց եմ տվել, ամուսինս կերավ գնաց, շտապում էր, երեխաներն էլ իրեն հետ կերան, ես ուզեցի առանձնանամ, մի երկու գնումը տենց ունեմ արած, ես իմ ինչ չի, բայց ուզում եմ ձեր հետ կիսվեմ, այստեղ կտեղավորվեմ, կնստեմ իմ աղջակալի վրա ու կնկարահանեմ, արագ նկարահանեմ վերջացնեմ,
որ էլի գործեր ունեմ տան հետ կապված անելու, այսպես ու կիսվեմ եկեք ձեր հետ, եկեք այսպես տեղավորենք հարմար, մենք հարմար թե չէ, այսպես, եկեք այսպես տեղավորվենք, այսպես, ուրեմն, այսպիսի մոմեր եմ վերցրել, Սոնայից ծնունդի հետ կապված, սրանք եմ վերցրել, Սոնայից ծնունդի հետ կապված, սրանք վերցրեցի զգույների մեջ, ինքը սիրուն է, կատնագույն և ոսկեգույն, անկեղծ որ ասեմ, փուչիկները որոշել էինք կանաչ, բայց հետո փոշմանեցինք, խանութում էլ ասեցին դժվար գտնեմ ես հենց այդ իմ ուզած կանաչ գույնը, որը որ ես ուզում եմ իր շորի գույնին ու իրոքից չկա այդ գույնը, կա բաց, սենց խակի, չգիտես ինչ, բայց հենց կոնկրետ այդ գույնը ոնց որ չկա, բայց իրոք ճիշտ ասեց, որ կատնագույնն էլ է շատ սիրում, այս իմ Սոնայից ծնունդի հետ կապված գնում, այսպես, ուրեմն եկեք ցույց տամ, իմ շտատիվի գլխիկը որ կոտրվել էր, չգիտեմ երևում է լուսավորությունը լավ է թե այսպես դնեմ, եկեք սենց նստեմ, որ հարմար լի, ընդեղից էլ եմ երևում, բարև, Հանի ջան, այսպես անեմ, նայեք, տեղ կոտրվել էր սա, պտտել են երեխաները, կոտրվել էր, բայց ամեն դեպքում ես ընդեղ ստուգեցի, նոր վերցրեցի, բացել եմ արդեն տուփը, նորից նույնից եմ պատվիրել, մեկ էլ սա, այլ բերիսից եմ պատվիրել, հայերի դեպ ասեմ, տեսեք, որ անհրաժեշտ բաներ լինում է, ես անհրաժեշտության դեպքում ընդեղից օգտվում եմ, նայնց է, որ շատ բաներ ունեմ ընդեղից գնաց, ամեն ինչ էլ ունեմ գնաց, սենց ասեմ, այսպես, այսպես կդնենք, վրա ամրացվում է, սա էլ ամրացվում է շտատիվի վրա, ստեղից էլ ինքը ունի դնելու հնարավորություն, սրանով էլ կառավարվում է, հենց սա է շատ պինդ, կարա նաև սա էլ նորից կոտրվի, սրանից է, որ կոտրվում է, հիմնականում այս ձիկ իրա պահնա, որ ասեմ մեղավորությունները այդքան շատ էլ էր, չէ, այս ձիկ պահնա, բայց ուրիշ եմ մի հատ ուզում, որովհետև սրանք անկեղծ ասեմ չեմ հավանում, իմ հեռախոսը շատ լայն է, ուզում եմ հեռախոսը ցույց տալ, բայց հեռախոսով նկարում եմ, իմ հեռախոսը շատ լայն է, իրանք շատ ձիգ են ու ինձ թվում է նեղ հեռախոսի համար են, մի հատ կառավարվող գտել եմ, ուղղակի էդի ուշ պետք է գար, դրա համար չպատվիրեցի, բայց էդի կպատվիրեմ շուտով, այս սենց գնում ունեմ արած, եկեք ցույց տամ ինչ գնում է, այսպիսի մազակալ եմ վերցրել իմ մազերի համար, հավաքելու համար, սա եմ վերցրել, վերցրել եմ մի հատ սենց մանիկյուր, գոլդեն ռոսա ինքը, բաց կապույտ է, շատ սիրում եմ այս գույնը, համ էլ այս գույնի բասանոշկաներ ունեմ, ոտքերիս համար եմ հիմնականում վերցրել, որտեղ ձեռքերս սարքում եմ, պայմանավորվել եմ արդեն ժամ ունեմ պայմանավորված եղունգներս էլ է երկար էլ պետք է սարքվի, դրանց համար ժամ եմ վերցրել նախապես, որ հասցնեմ դա էլ անեմ, չգիտեմ ինչ գույն կանեմ, մի քիչ sense մտածում եմ այս գույնի մեջ անեմ, ոտքերիս հետ, տենց բան անեմ, շատ լավն է մանիկյուրը, եկեք բացեմ, տեսեք, սիրուններս, եք ինձ սիրուն գույնը, ամառային սիրուն կապույտ է, երկնագույն է, կապույտ է, ինչա մի խոսքով էտ է, մեկ էլ սա եմ վերցրել, այսպես, եկեք բացեմ, ես սկզբից սխալվեցի, ես գիտեի, թե բան էր, թաթու կրունգը որ լինում է, մի հատը 350 դրամ էր, երկու հատ եմ ես վերցրել, ոչ թե սենց էր 350, այլ հատով, ինքը մեկ հատը, նայեք, ստեղ տված է մեկ հատի արժեքը, մեկ հատը 350 դրամ էր, բայց ես սրանցից ունեմ իմը ավելի լավն է թաթու կրունգը, այսպես
Ես ինձ չէի տեսե փակ էր, երկու հատ իրար հետ տենց վերցրեցի։ Իմը մենակ այս թաթի մասն է, մեկ էլ այս մասը թաթու կրունկով է, բայց ամեն դեպքում ոչինչ դե ոչ այս չէի նկատել, թե չէ մյուս տեսակից կվերցնեի, իրանք շատ հարմար են։ Ճիշտ է, հիմա ոնց որ արդեն սկսել եմ բասանոշկա հագնել, բայց ամեն դեպքում ես բոթազներ եմ հագնում, իսկ ամառվա համար սրանք շատ լավ են։ Թեթև հով Այսպես 350 դրամ, հա 700 դրամ եմ սրան էլ վճարել, սա չեմ հիշում ինչքան էր 600 քանիս էր ինչքան էր 700-ի կարգի էլ սա էր սա էլ չեմ հիշում նայեք որ գները վրան դրած չէր չի լինում չեմ հիշում շատ բաներ չեմ հիշում բայց ես էլ նենց է որ բան չէր թանկ չէր մի խոսքով Այսինքն որ ես էլ իմ հանգիստ գործերը անեմ, բայց մի հատ սուրճ պետք է խմեմ, որտեվ առավոտ շուտ եմ սուրճս խմել։ Այսպես։ Այսքանն էլ սիրելիներս, իմ օրվա կեսն անցնում է, պարտեզ մտա, անկողինը վերցրեցի, անկողինն էլ կնախապատրաստեմ, որ արդեն հովուլս 2 շաբաթից պարտեզ կգնա, կլվացացնեմ, կհարթուկեմ պատրաստ կդնեմ, ամեն դեպքում երեխան քնել է այդ անկողնու մեջ, բանը իր լվանամ հարտուկեն, որ այդ թեկուզ եթե ընդեղից եկած վիրուսը անցնի, չմնա մեջը, այսպես, դե եկեք անջատեմ սիրելիներս, կհանդիպենք, որտեղ որ կհանդիպենք արդեն, սիրում եմ շատ բոլորիդ, Շնորհակալ եմ սիրելիներս ակտիվ եղեք թե Instagram-ում, թե YouTube-ում, գրեք ձեր մեկնաբանությունները, գիտեք ես սիրով դրանց պատասխանում եմ, եթե հանկարծ մեկնաբանություններ կա չեմ պատասխանում, ուրեմն դրանք ինձ չի հասել։ Ես էլի է եղել, որ շատ եմ ասել, եթե մեկնաբանություններ կա, որ անպատասխան եմ թողնում, ուրեմն իրանք ինձ մոտ չկան, որովհետև ես Պարտադիր ես էլ սիրով նկարահանում եմ ձեր համար, սրտիկներս սիրում եմ բոլորիդ անչափ շատ, ոնց որ դուք եք ինձ սիրում, գրում եք, ես դա զգում եմ, ինչքան լավն եք, ինչքան մաքուր ու անկեղծ եք դուք իմ հետ, դրա համար սիրելիներս դուք էլ ակտիվ եղեք, ակտիվ պահենք ալիքը, ես ինչ-որ միտեղ էլ հասկանում եմ ամառա, եռուզեռը ուրիշ մարդիկ հանգստի են, մարդիկ իրենց թեկուս հողամասերում են, տարբեր ամառվա հետ կապված անելիքները շատ է, քան թե որ չէ ձմեռը որ կամ շատ ճանապարհորդելը, դուրս ու ներս անելը, այսպես ավելի քչանում է, քան ամռանը։ Մենք ինքներս ամռանը շատ ենք դուրս ու ներս անում, շատ ենք այս կողմեն կոմանում, շատ ենք զբաղված ավելի լինում, քան ձմռանը։ Թե ինչ, սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք արդեն երևի թե հաջորդ վլոգում, տեսնեմ սա առանձին կտեղադրեմ թե ոչ, եթե ոչ, ուրեմն կհանդիպենք սիրելիներս հաջորդ վլոգում, սիրում եմ շատ բոլորիդ, հաջողություն։ Սիրելիներս սուրճ եմ դնում, մի հատ էս սիրուն, լավ գիլասները լվանամ, իրանք լավն են շատ, եմ պինդոտ գիլասնա չեմ սիրում, որ փափուկ լինում է չի ուտունեք, ինչ լավ խոշոր հավեսին, լավ գիլասա, լվանամ, սուրճս դնեմ, մի քիչ սրանից վերցնեմ ու գնամ հանգստանալու ժամն է իմ հանգիստը վայելեմ, գնացի, Իդեպ հանգստից հետո սկսվում է մոնտաժի ժամը, այսինքն վլոգներս սարքելու ժամը, դա էլ ձեր ժամն է, ձեզ նվիրելու։ Սիրելիներս, ես գնացի, լցնեմ սուրճս։ Գնամ տակ վայելեմ, դուք էլ դրեք ձեր սուրճը, իմ հետ միասին նստեք, խմեք, հանգստացեք, հետո նոր կանցնեք ձեր մյուս անելիքներին սիրելիներս, գիտեմ, որ ովքեր էլ որ թեկուզ տանեք, տան գործերն էլ, տան պարտականություններն էլ նախ շատ կարևոր ու անհրաժեշտ են, բայց նաև և հոգնեցնող և դրա համար պետք է հանգստանալ, եթե դուք չմտածեք ձեր մասին, չնստեք, չհանգստանաք, ոչ ոք ձեզ չի ասելու, նստեք և հանգստացեք, սա էլ իմ լավ խորհուրդը ձեզ, սիրելի տնային տնտեսուհիներ, սիրում եմ բոլորիդ, դուք ամենակարևոր ու ամենալավ,
թանկ գործն եք անում պարտականությունը ընտանիքի համար, հավատացեք, թեկուզ չի վարձատրվում, բայց ամենամեծ վարձատրությունն է դա, երբ որ գնահատվում ես, սիրվում ես և քո ընտանիքի կողքին ես ու կատարում ես սիրով այդ ամեն ինչը, դրա համար հավատացեք, դա ամենակարևոր պարտականությունն է, որ մենք այսօր կատարում ենք մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր տան հանդեպ։ Դե ինչ գնացինք սրտիկներս վայելելու, սուրճս դրել եմ, եկել եմ, հեսա կխմեմ տակ-տակ, որ չսառի, չեմ ուզում շատ զրուցեմ, այս երկու անգամած տեղից եմ խմում ձեր հետ զրուցում, շատ հաճելի է ինձ համար, դրեք ձեր սուրճը, հանգստացեք, վայելեք վլոգներս, բաժանորդագրվեք, ովքեր որ չեք բաժանորդագրվել, անպայման սիրելիներս միացեք իմ ալիքին, գրեք ձեր գեղեցիկ մեկնաբանությունները, ես սիրով դրանց պատասխանում եմ բոլորին հատիկ առ հատիկ, սիրում եմ ու գնահատում եմ բոլորիդ, արագ-արագ իմ մոնտաժն էլ հասցնեմ անեմ, որ վլոգ ունենաք ալիքում, եկեք ցույց տամ գիլասները, չնայած շորտ տարբերակ էի նկարում նոր, և ինստագրամի համար, համ էլ շորթով, եթե հանկարծ ընդեղ ուստեղ ինչ-որ բաներ նույնն է լինում, որտև նկարահանում եմ երկու տեղի համար էլ, համ ինստագրամի, համ յութուբի, ամեն դեպքում ստեղին դիտումներն ու հետևորդներն ուրիշ են, ենտեղ արդեն ուրիշ են, կսպասեմ նաև ենտեղ ձեր ակտիվությանը, ովքեր որ ունեք միացեք և հետևեք ինձ նաև այնտեղ։ Տակ եմ սիրում, իմ սիրելի հետևորդներից մեկը գրել էր Անի ջան, ես էլ եմ տակ սիրում սուրճը, իսկապես որ սառում է, ես չեմ սիրում ու կարամ չխմեմ, բայց պետք է տակ խմեմ, սուրճս վայելեմ, դրա համար շատ ժամանակ խոսելով չեմ խմում, որպեսզի չսառի, առանձին զրուցում եմ այտենց ձեր հետ, դա էլ այդպես, ոխ մազերս բաց թողեմ մի քիչ հանգստանա գլուխս, չնայած ձիգ չեմ կապում տան մեջ, բայց ամեն դեպքում դուրս էինք եկել, բարձր էի կապել, բայց քանդեցի, որ սենց հանգստանա գլուխս տունը, հանգիստ ավելի լինեմ։ Գիլասի արժեքը չի իջնում, հակառակը ոնց որ գնալով բարձրանա։ Մի քիչ էժան, այն շատ պուճուրներն է ու համարյա փչացածները, որը որ իմաստ չունի գնել և բերել տունը թափել, թող իրանք մի անգամից խանութում թափեն, իսկ այս դավերը արդեն թանկ է բավականին, 1500 դրամ է, հələ որ չի իջել, այսպես, մանրներն ու այդ, որը որ ասում եմ փչացած, նենց չի իրանք էժան են, ես իմ ինչ կարգի էժան են, 850 դրամ են, մինչև 1000, բայց իրանք առնելու բան չեն, որովհետև մանր են ու փչացած, հենց մի անգամից վրայից երևում է, որ փչացած են, իմաստ չունի գնելը։ Ասա էլ մի պահ, հեսա անցնելու է էլի, գիլասը արագ, հեսա կանցնի գիլասի սեզոնը, բայց դե այս սրա համը ուրիշ է այս լավերի, ընդիր գիլասները շատ լավն է, ես էլ գիտեմ քնելա, մի քիչ կամաց խոսա, կանչում է ինձ, պաչում է թուշիկներս, ճակատս պարտադիր չի մոռանում ճակատս, ես էլ գիտեմ քնածա, հելը նայեք դուք դրան, որ խոսում եմ էլ ինքը վապշե չի բանանում երևի, ակտիվանում է ավելի, կարելի է հելնել է տարանքը հասցնել, մի բան անել, կաչվում ամը լարի, գնացել եմ ասում եմ, այս մատիկներս խի չի անցնում, վայ ովույլ, պաչեց նոր ասում է թուշիկները ճակատըտ պաչեմ նոր գնա, բա, նեց որ, ես է գիտեմ ձենը չի հելում, ինքը արդեն քնած է, ես արխային խոսում եմ,
Ես անջատեմ, որ հանգիստ թող քնենք, հիմա ինձ լսում սուրճս պրծա, կանջատեմ, մոնտաժ կանեմ։ Այսպես դարակներս եմ որոշել այսօր դասավորել, այսինքն ոչ թե դարակները ամբողջությամբ, այս մի դարակը, քանի որ ժամանակ չունեմ, մոնտաժ արեցի, հետո հովուլը արթնացավ, ասեցի արագ-արագ այս մի դարակը գոնե հասցնեմ դասավորեմ, որ հաց պատրաստեմ, դրա համար հիմա կանեմ այս մեկը, հետո նոր մնացածը կանեմ, հաճախակի եմ ես այսպես թեկուզ դասավորված, որ լինում է, քանդում եմ, մաքրում եմ, դասավորում եմ, ամեն դեպքում հովուլի հագուստներից էլ դեռ ես ամառայինները ամբողջությամբ չեմ հանել, դեռ կան, որ երկարաթև է հագնում, որտև եղանակն էլ պայտակ խաբուսիկ է լինում, իսկ այս իմ մի դարակը քանդվել էր, մի քանի օր իրար վրա դուրս են եկել, հագուստներ կար, որ անընդհատ տակից վրայից, այսպես ասեմ, հանել էի, խառնվել էր իրար մի փոքր, բայց պետքա դասավորեի, նորերը լվացրեցի, բերեցի, որ միանգամից այսպես տեղավորեմ, բան անեմ, դասավորեմ ու անցնեմ իմ երեկոյան արդեն հաց պատրաստելուն։ Սիրելիներս, այսպես դուք դիտեք վլոգը, ձեզ բարի դիտում, բարի ժամանց, ես էլ արագ-արագ իմ դարակը դասավորեմ, պատրաստեմ, շատ ժամանակ ու հիմնականում առանց ձեզ եմ անում մաքրության հետ ու շատ հարցերի հետ կապված գործեր մաքրություն, որովհետև այդպես ավելի ես արագ եմ անում, չեմ կիսվում ձեր հետ, բայց այսպես երևի թե հովուլի հագուստները հարմարացնեմ կամ ավելի ուշ կամ վաղը կդասավորեմ, դա էլ կկիսվեմ ձեր հետ, երեխայի ամառային բոլոր հագուստները կհանեմ, արդեն շատ շոկ է, որովհետև եղանակները գնում է դեպի լավ տաքանալուն, ճիշտ է մեկ-մեկ անձրև բան լինում է, տենց խառնվում է, բայց ցուրտ չի լինում։ Այսպես եկեք ես այսքան տեղը անջատեմ, դուք դիտեք վլոգը, ես էլ արագ-արագ դասավորեմ իմ դարակները։ Մի որոշ ժամանակ առաջ դուրս գրում էի արել այս դարակներից շալվարների հետ կապված, ջինսերի հետ, մի 4 հատ, 4 թե 5 ջինս դուրս գրեցի, հանեցի, այսպես լավ թեթևացրել եմ թե բլուսկաների հետ կապված, թե տաբատների հետ կապված, շորիկներ եմ հանել մի քանի հատ, մի խոսքով լավ դատարկել եմ դարակներս, ուզում էի մի քիչ լավ թեթևացնել ես դարակները, հագուստները ու այդպես ավելի ինձ լավ եմ զգում, քանի որ այդ հագուստները այնպես է, որ հագնում էի, ինձ չի հագնելու չէր կամ չգիտեմ ինչ էր, բայց արդեն ուզեցի դրանցից ազատվեմ, դուրս գրեմ, պահել եմ նրանք, որոնք որ էլի մեծ սիրով կհագնեմ, կօգտագործեմ, այսպես սիրելիներս, դա էլ հագուստների հետ կապված ու միայն ոչ թե ամառային, այլ խառը տարբեր եղանակների հագուստներ ես դուրս գրեցի, դուրս գրում արեցի, բայց չեմ կիսվել դա ձեր հետ։ Հա, ի դեպ պայուսակներ եւս դուրս գրումներ եմ արել, մի 3-4 հատ էլ թե ավել պայուսակներ եմ դուրս գրում արել, ես այսպես պայուսակները իրենց տոպրակների մեջ եմ պահում, իրենց տուփերից ինչ որ դուրս իրենց գնել եմ, այդպես իրենց տոպրակների մեջ եմ պահում եմ այդպես ոնց տեսնում եք պահարանում, հագուստների հետևում առանձին, որովհետև այս մյուս կողմում էլ ես ոչ մի տեղ չունեմ առանձին, ցավոք սրտի տեղը շատ քիչ է, դրա համար գոնե այդպես իրենց ակուրատնի իրենց տոպրակներով ես դնում եմ, պահում եմ, շատ այսպես դուրս գալու պայուսակներ, շատ մեծ կամ թեկուզ հենց փոքր էս կլաչատիպ բաներից ես ահագին դուրս գրումներ արեցի, թողեցի նրանք, որոնք որ ուզում էի թողնել, ու այսպես սիրելիներս, եթե ունենայի առանձին տեղ, այն մի կողմը վաբշե շատ լիքն է, թե կախած շորը հագուստները, թե ծալվող հագուստները, պահոցի մասին էլ չասեմ, պահոցում, իմ ուսոնայի մահճակալների պահոցում, որտեղ չկա մի հատ նույնիսկ մի հագուստ դնելու, այդպես լիքն է, շատ լիքն է, ես այսպես սեզոնափոխություն անում եմ, բայց ամեն դեպքում ինձ միևնույն է տեղերը չի հերիքացնում, սա էլ մի փոքրիկ իմ դարակների մասին, հաջողություն կհանդիպենք։